Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլուս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց այս օրերուն սիրելիներ, որքան կարեւոր է, որ մենք մեր խորհուրդները, խոսքերը եւ կորձերը մաքրենք։ Ինչպես մեր լուսամիտ Սուրբ Հայրաբեդ Ներսեշնալին հավատով խոստովանիմ իր աղոթքին մեջ դում ունի, որ մեզ մեջ շատեր անկիր գիտեն իմաստություն հոր Հիսուսը, ինչ կսե Հայրաբեդը իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ինչներու, ըստ Փարիս խորհել եւ խոսել եւ կործել առաջիկո համենայն ժամ, իչար խորհրդոց, իչար փանից եւ իչար կորձոց փրգյազիս եւ օրմյա քո առածոց եւ ինձ բազմամերիս սիրելիներ սատանան միշտ պատրաստ է մեր խորհուրդներուն վրա իշխելու եւ մեր խորհուրդները չարացնելու չարին կորձագից դարձնելու նույնիսկ սատանան իշխանություն ունենա մեր փերնին վրա իշխելու մեր խոսքերուն վրա չար խոսքեր խոսելու փամփասելու զրբարդելու չարախոսելու եւ նաեւ անիգա իշխանություն կրնա ունենալ մեր կորձերուն վրա չար կորձեր կատարել դալու մեզի ահա սիրելիներ մենք հոգեվորապես արթուն դիլանք ինչպես Տեր Հիսուս իր աշակերտներուն ասավ արթուն եղեք աղոթեցեք որբեսի փորձության մեջ չինակ նույնպես այս 40-յա բայցողության ընթացքին հոգևոր հսկողություն պետք է կատարենք մեր հոգին վրա, որբեսի չլա որ խորհուրդներով, խոսքերով ու կորձերով մեղքի մեջ ինանք։ Սիրելիներ, այս տարի մեծ բահոց օրերուն ցեզի գընթերցեմ կամ գբատմեմ եկեղեցվո անաբատի հատկապես Սուրբ Հայրերու գենցաղավարութենեն։ Այսօր ցեզի 3 ուրեմն վկայություններ պիտի ընթերցեմ առնված անաբատի հայրերեն առաջինը Սուրբ Անդոնեն երկրորդը Սուրբ Մարգոսեն եւ երրորդը ուրեմն անաբատի երկու հայրերեն առաջինը սիրելներ խորհրդի մասին երկրորդը խոսքի մասին երրորդը կորձի մասին պիտի տեսնեք թե ինչպես այս Սուրբ վանականները անաբատի հայրերը որոնք իրենց ամբողջ կյանքը ճգնավորությամբ մաշեցուցին, սակայն ցայմը լսեցին Աստծո որ ծեր այս ամբողջ ճգնության ընթացքին դակավին չեք հասած աշխարհի մեջ ապրող այսինչ անցին կամ այնինչ անցին եւ Աստծո հոգին նաեւ գսե թե որ անցի մասին է խոսքը անոնց ապրած սրբության հետաքրքրական է չէ սիրելիներ որ մեկը գրնա ամբողջ կյանքը անաբադի մեջ ապրիլ, ջգնիլ, մեկը գրնա վանքի մեջ ապրիլ, վանական դառնալ, մեկը գրնա եկեղեցվո մեջ գրոնավոր դառնալ, սևսկեմ հակվիլ, սակայն թեր իր հոգին հասած չլա այդ մակրության, մինչդեռ ուրիշը աշխարհի կյանքի մեջն է, բայց գաբրի ավելի սրբությամբ կամ վանագամը։ Փառք Աստծո որ Թադողը Աստված ինք պիտի լա եւ Աստված սիրելիներ մարդը պիտի թադե ոչ թե իր ունեցած սպաղեցուցած բաշտոնով ոչ ալ սիրելիներ իր հակած սքեմով այլ Աստված պիտի թադե մարդը իր սրտով իր ապրած ունեցած խորհուրդերուն խոսքերուն եւ կորձերուն մեջ են ընթերցեմ ցեզ այս սկանչելի 3 ուրեմն թրվակները մի անգամ հայր Անդոնն աղոթում էր իր խցում եւ ցայն լսեց որ ասում էր Անդոն դու քո ողջ ճգնություններով չես հասել Ալեքսանդրացի մի գոշկագար մարդու չափին Անդոնը լսելով այս քնած նրա մոտ կդավ նրան եւ երդմամբ քննեց նրա վարկը ուրեմն երբ որ լսեց Սուրբ Անդոնը որ
ցայն իրեն գսե որ տուն Ալեքսանդրացի գոշկագար մարդումը որ Գաբրի Ալեքսանդրիայի մեջ Եգիպտոս անոր չափ իսկ տուն քու այս ամբողջ ջկնությունները քեզ չհասցուցին անոր արդարության եւ Սուրբ Անդոնը երթա գտնե այդ մարդը եւ գխնդրե անոր գերտվնցնե անոր որ անպայմանս թե ինչ վարկով Գաբրի եւ գոշկագարն ասաց նրան ճշմարիտ եմ ասում քեզ որ զուրկ եմ բարի կորձերից բայց այսպիսի սովորություն ունեմ ամեն օր երբ արաբոդյան արթնանում եմ քնից օրտնում եւ փարապանում եմ Աստծուն ապա թնում եմ իմ արջև իմ մեղքերը եւ ինքս ինձ ասում վայ քեզ անցնիմ բազմամեղ քանզի այս մեծ մայրաքաղաքի բոլոր բնակիչները ողորմության արժանանալով գմտնեն արքայություն եւ միայն դու գժարանքես դժողքը Անդոն ասաց Սուրբ Անդոն հիմա գսե ասեմ քեզ որ ես իմ կորձերով ու խորհուրդներով չհասա քո խորհուրդներին Սիրելներ դեսեք ինչ էր այս մարդուն առաքինությունը որ ոչ թե ինքզին կմեծարեր ոչ թե ինքզին սուրբ կնկատեր ուրիշներեն ինչպես որ այսօր դժբախտաբար շատեր իրենք զիրենք մյուսներեն ավելի սուրբ կնկատեն նույնիսկ եկեղեցվո մեջ զարայողներ նույնիսկ կրոնավորներ նույնիսկ հոգևորներ կգարձեն որ իրենք ավելի սուրբ են բայց ով որ ինքզին այդպես կգարձե գերձավոր փարիսեցի է Տեսեք այս մարդը ինչ կներ ամեն առավոտ կարտնար փառք ու դար Աստուծո եւ իր մեղքերը իր անձին թիմած կտներ իր աչքերուն թիմած կբերեր եւ գսեր վայ քո անձիդ ով բազմամեղ Սիրելներ ամենամեծ սուրբեր իրենք զիրեն կոչած են բազմամեղ մեղաբարդ Մենքալ եթե գուզենք մեր խորհուրդները մաքրել ապա սիրելներ մեր գուրծքը ձեձելով պետք է ասենք վայ քեզի բազմամեղ անձս եւ դիրոջ մեջ խնդրենք որ ները մեզի մեր մեղքերը ահա սիգա խորհուրդներու մասին հիմա խոսքի մասին լսեցեք այսպեսի ցայն եկավ նաեւ Սուրբ Մագարիոսին թե չես ասել երկու կանանց առաքինության չափին որ Եգիպտոսում են ուրեմն Սուրբ Մագարիոսին ցայմը գուկա որ թեր սրբության չես ասած ինչպես որ Եգիպտոսի մեջ երկու կանայք կան որոնք ավելի սուրբ են քան տուն եւ նա վերցնելով խավազանը քնած նրանց տեսնելու հրեշտակից գիտենալով նրանց անունն ու դունը եւ երբ մտավ նրանց տուն սիրով ու բադգարանքով ընդունեցին նրան եւ ասաց նրանց այս ամբողջ չարչարանքը հանց տարածեր վարքը ուսանելու համար հանուն Քրիստոսի բատմեք ինձ այս ամբողջ նեղությունը ճանապարհը գդրեցի ցեզի համար Գխնդրեմ Քրիստոսի սիրուն բատմեցեք ինձ ինչպիսի կյանքով կաբրիկ Նրանք ասացին երկրներով եւ խավարներով միմյանց օդարենք Մենք իրար չենք ճանչնար ամեն մեկս դարբեր քաղաքի դարբեր խավարե է Եկանք դարձանք երկու եղբոր գանայք եւ Առաջինը որ խորեցինք միասին աղաչանքն էր մեր ամուսներին բահել մեր գուսությունը սակայն մեզ չլսեցին Ապա դիրոջ սիրով ուխտեցինք միասին լինել եւ մեր փերանները սուրբ եւ գույս բահել գադագներից ու դրդունչներից իսկ մեր խորհուրդները սին ու տադարք մտածումներից եւ ահա 15 տարի է իրար հետ ենք եւ միմյանց չդրդմեցրինք Ուրեմն խնդրած են Աստուծո որ օգնե իրենց եւ իրարու հետ ուխտրած են որ սիրելներ իրենց փերանները սուրբ եւ գույս պիտի բահեն գադակներից բիղծ գադակներեն եւ դրդունչներեն դրդմություններեն նաեւ եւ դեսեք ուրեմն Մագարիոսը լսելով այս ասաց Ճշմարիտ եմ ասում իդեր որ ոչ մարմնի գուսությունը ոչ հանաբազորյա ջկնությունը չեն կարող հասնել այդպիսի վարքի Եթե մեկը սիրելներ մարմնով գույս մնա անգամ Եթե մեկը ջկնություն ունի խիստ ջկնություն ունի բայց իր փերանը գույս չբահե դրդունչներեն չար խոսքերեն
ամեն տեսակ զրբարտություններեն, չար գադակներեն, այդ ժամանակ սիրելիներ բացարձակ կերպով օգուտ չունի այդպիսին թե մարմնավոր ճգնությունը եւ թե նաեւ գուսությունը։ Ահա սիրելիներ, որքան կարևոր է ուրեմն որ սանցենք մեր բերանը, որովհետև ինչպես Արագած գիրքը գսե լեզվին մեջն է թե կյանքը եւ թե մահը։ Եվ երրորդը ուրեմն կորձի մասին, թե ինչպիսի առաքինի կորձով պետք է ապրի քրիստոնյա հավատացյալը։ Դարձյալ վարքարանցեն։ Երկու հայրեր, վանականներ, աղաչեցին Աստուծուն, որ ցույց տա իրենց, թե որ չափին են հասել առաքինության մեջ։ Դեռ մեզի ցույց տուր, որ ինչ առաքինության հասած ենք, ուր հասել ենք մեր առաքինության մեջ, ինչ չափի աղոթեցին այս երկու վանականները։ Եվ ցայնը գավ երկնքից եւ ասաց նրանց. Եգիպտոսի այսինչ քյուղում Քրիստոսադուր անունով մի աշխարհական կա, գնոջ անունն էլ Մարիամ, ցեզանից լավն են։ Վանականները կզարմանան, այցեք հիմա ինչ կնեն։ Լսելով այս, զարմացան հայրերը եւ վեր գնալով քնացին այն քյուղը եւ հարցնելով կդան նրանց դունը։ Երբ հարցրին գնոջը, թե ուր է նրա ամուսինը, գին ասաց. հովիվ է եւ ոչխարներ է արածեցնում։ Եվ նրանց դուն հրավիրեց։ Իսկ երեկոյան եկավ նրա ամուսինը եւ ուրախացավ տեսնելով հայրերին եւ լվաց նրանց ոտքերը։ Հայրերն ասացին. այստեղ հաց չենք ուտի, եթե չհայտնես մեզ քո կորձերը։ Ասե մեզի, թե ինչ կորձեր կկատարես։ Իսկ նա ուզում էր թաքցնել, սակայն հայրերն ասացին. Աստված մեզ ուղարկեց քեզ մոտ։ Հովիվ մարդը չուզեց խոսիլ իր կորձերու մասին, բայց երբ որ ասին, որ Աստված մեզ ուղարկեց քո մոտ, զարհուրած հովիվ ասաց. այս ոչխարները, որ ունենք, մեր ծնողներն են թողել, եւ ինչ որ Աստված մեզ հաջողեցնում է դրանց քնից, ինչ որ անոր քինեն, անոնց հոդի ոչխարներու քինեն, ծախած քինեն մեզ հաջողեցնում է, 3 մասի ենք բաժանում այդ շահը։ Մի մասը աղքատասիրության, մի մասը օդարասիրության, օդարներուն, եւ մի մասը մեր գարիկների համար։ Երբ արայս գնոջս, ամուսնացա գնոջս հետ, մեզանից ոչ մեկը չաբականվեց մարմնական ցանկություններով եւ երկուսս էլ գույս ենք եւ մեզնից յուրաքանչյուրը առանցին է քնում։ Քիշերը քուրց ենք հագնում, իսկ ցերեգը յուրաքանչյուրս իր համտերցները եւ մարդկանցից ոչ ոք չգիտի այս մասին մինչեւ այսօր։ Լսելով այս սկանչացան երկու ձերերը, փառավորեցին Աստծուն ու վերադարձան իրենց դերերը։ Սիրելիներ, ահավասիկ տեսեք աշխարհի մեջ ապրող դեր եւ դիգին, սակայն սրբությամբ ապրած եւ իրենց շահեն բաժին հանած աղքատներուն, օդարներուն եւ ապա իրենց կարիքներուն։ Նաեւ սիրելիներ, գտեսնենք թե ինչպես անոնք քուրց կհակվեին ուղդի մարզե պատրաստված կամ այձի գաշի պատրաստված, որպես իրենց մարմինը ծագեր։ Այլ խոսքով սիրելիներ, այս բոլոր գնեին ծածուկ մարդոց մե աչքեն հերու։ Իսկ մարդոց աչքին սովորական հագուստներով կներկայանային։ Մենք այսօր սիրելիներ ամեն ինչ կփորձենք դժբախտաբար, որ մարդոց աչքին երևանք արդար սուրբ։ Եվ որ այդպես կնենք, Աստված գարքահադի մեզ մե, գզզվի մեզ մե, գբժկա մեզ մե, գքանի, գխորշի։ Մինչդեռ երբ սիրելիներ մարդոց աչքին բարձ գերևանք ու Աստուծո դիմաց մեր անց կխոնարեցնենք ու մեր գուրծ կգծեցենք եւ գաբրինք դիրոջ գամքին ամացայն բաքի 3 կարևոր բաներով բակ բռնելով, աղոթելով, բարեգործություն կատարելով, այդ ժամանակ սիրելիներ Աստուծո հաճությունը կշայինք։ Եկեք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, մաքրենք մեր խորհուրդները, հսկենք մեր բերնին վրա, խոսքերուն վրա եւ մեր կորձերը սիրելիներ արաքինի կորձերը լան, որբեսի Աստուծո սուրբ անունին փառք բերեն եւ մեզի համար փրկության պատճառը լան։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։